Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է, բարև ձեզ Արման։ Սկսենք թերևս այն ինչ տեղ ունեցավ Երևանում եւ հետո շարունակվեց Թբիլիսիում, այդ խայտառակ պարտությունը ինչի հետ էր կապված մեր թիմի։ Նախ եւ առաջ նշենք, որ նոր մարզիչը գրեթե ժամանակ չունեցավ աշխատանք կատարելու, շատ ուշ գլխավորեց թիմը եւ ճանաչել առաջնությունը երկիրը եվրոպացի մասնագետ է եւ միանգամից Վրաստան, դրա համար օրինակ ես կողմ եի, որ այս երկու խաղերին պաշտոնակատար լինի, հետո նոր այս մարզիչը հանգիստ սկսի իր աշխատանքը, բայց ստացվեց այսպես ու ել ավելի բարդ էր իրավիճակը նրա համար, որ շատ կորուստներ ունեինք, շատ մեծ, հատկապես երկու ամփոխայինների խաղացող չկար, Սպերցյանն ու Սելարյանը գումարացան եւս 5-6 կորուստներ, իսկ Հայաստանի հավաքականի համար դա շատ մեծ կորուստ է։ Մյուս կողմից Վրաստանը անկախ դրանից ուժեղ է, Վրաստանը շատ ամուր հավաքական է ու էլի նույնիսկ մեր լրիվ կազմով լինելու դեպքում կարող էր հաղթել։ Հարցն այն է, որ մենք այսպես պարտվեցինք այսպիսի խաղով ու այսպիսի հաշվով։ Սա արդեն անընդունելի է ու նույնիսկ կարծում եմ Վրաստանը ոչ այդքան ուժեղ էր, ինչքան հաշիվն է ցույց տալիս, որքան մենք թույլ խաղացինք։ Եթե նայենք գոլերի մեծ մասը, մարզիչն էլ դրա մասին խոսեց, շատ կոպիտ անհատական սխալներ կային, որ վաղուց մենք չենք տեսել, որ ֆուտբոլիստներ կան ընդհանրապես քիչ են սխալվում, բայց այս երկու խաղերին ահռելի սխալներ թույլ տվեցին։ Իսկ եթե գլոբալ նայենք, ես այդ թեմային անդրադարձել էի ընդհանուր թիմի ներսում, քանի որ անառողջ մթնոլորտ կա ու համախմբվածություն չկա թիմում, իսկ եթե մանավանդ հավաքականում չկա, համախմբվածություն, միջև վերջ պայքարելու ցանկություն, չեմ ասում բոլորի կողմից, բայց որոշ ֆուտբոլիստների կողմից հետևանքը լինում է սա։ Արման, մենք նախորդ մարզիչի հետ, Պետրակովի հետ, կարծես առաջի մի քանի խաղը լավ սկսեցին, այնուհետև եզրափակիչ խաղերը սկսեցին այդ հերթական տապալումները, այդ անառողջ մթնոլորտն էր պատճառը, այսինքն սկսվել էր խնդիրը հնից, թե նոր խնդիր է առաջացել։ Իհարկե հնից էր սկսվել, եթե նայենք թե Կապարոսի թե Պետրակովի ժամանակ մենք լավ սկսել ենք մի քանի հաջող խաղ, Կապարոսի ժամանակ նույնիսկ ավելի շատ, բայց պահ է գալիս, որ պիտի կայունություն պահես, արդեն միայն խաղը բավական չէ, ուրիշ գործոններ են պետք, որ թիմը ավելի կայուն լինի։ Մեզ դա չի հերիքում, գալիս է մի պահ այդ վերջնական քայլը չենք անում, օրինակ պիտի հաղթենք Լատվիային եւ լինենք ուղեգրի համար պայքարում, չենք հաղթում ու ուրիշ դեպքեր են այդպես եղել։ Մենք խոսում ենք այս ձախողումից, բայց վերջին մի քանի ամիսներին էլի դեպքեր ենք ունեցել։ Ուղղակի չի եղել Վրաստանը, չի եղել այսպիսի հաշիվ, այդքան մեծ արձագանք չի եղել։ Օրինակ երկու անգամ խաղացինք Ֆարերյան կղզիների դեմ, ամենայն հարգանքով իհարկե լավ հավաքական է, բայց մենք երկուսում էլ չհաղթեցինք ու վատ խաղացինք։ Հյուսիսային Մակեդոնիայում պարտվեցինք, երբ մրցակիցը մի ամբողջ խաղակից 10 ֆուտբոլիստով էր։ Այսինքն չեն կարող ասել, որ Պետրակովը հիանալի թիմ էր, թողել հիանալի համախմբված կոլեկտիվ, նոր մարզիչը եկավ ամեն ինչ քանդեց, չէ։ Սա գալիս էր ու սա նույնիսկ կանխատեսելի էր։ Էլի եմ ասում, եթե լինեին մեր մի քանի կարևոր ֆուտբոլիստները, միգուցե այսպիսի հաշիվ չլիներ, բայց գլոբալ դա բան չէր փոխի։ Արման, ոչ միայն անհատական սխալներ են, այլև զգացվում էր, որ թիմը շատ անկազմակերպ է խաղում, չկազմակերպված գրողներ, ընդհանրապես անհասկանալի էր, թե ինչ են անում, թե ընդհանուր առանձին ֆուտբոլիստներ, թե ամբողջ թիմը այդ դաշտում ինչ էր ուզում անել, էլի դա ինչից էր գալիս, միայն զուտ ֆուտբոլիստներից, թե նաև մարզիչներն իր մեղքի բաժին ունեն։ Դե բնականաբար եթե թիմը այդպես է խաղում, մարզիչը միշտ իր մեղքի բաժին ունի, փոփոխությունները նրա երկու խաղերում էլ շատ տարօրինակ էին, խաղի ընթացքում միջամտությունները անարդյունավետ էին։ Նա ես չեմ կարող ասել, թե տակտիկական աշխատանք չէր տարել։ Նույնիսկ եթե նայենք առաջին խաղը, մենք նոր դասավորությամբ էինք խաղում 4-3-3 ու եվրոպական ֆուտբոլին բնորոշ տակտիկական քայլեր կային։ Օրինակ աջ պաշտպանը չէր միանում գրոհին, ձախ պաշտպաններ միանում Տիկնիզյանը, Գորմանվելյանը ձախ կիսապաշտպանից վերածվում էր կենտրոնի խաղացողի առավելություններ այնտեղ ստեղծում, դա որպես միտք թղթի վրա կար, մենք որոշ դրվագներում տեսանք ու մարզիչն էլ խոսեց դրա մասին, բայց մի բան է թղթի վրա, մի բան է դաշտում դա արդյունավետ է թե ոչ, բացարձակ արդյունավետ չէր, հնարավոր է նույնիսկ մարզիչը գերագնահատել էր հայ ֆուտբոլիստների արագ ընկալելու կարողությունը, որովհետև այնպիսի միտք էր դրել դաշտում, որ չէին հասցնի 2-3 օրում դա փորձել ու չստացվեց, հետո երկրորդ խաղին ուրիշ սխեմա տեսանք, այն նույն սխեման ինչ Պետրակովի ժամանակ էր։
այս կարևորագույն խաղից առաջ Ռանոսին հերացնելը թիմից արդյոք ճիշտ է, չնայած օբյեկտիվորեն Ռանոսը վերջին շրջանում մարզական առումով չի փայլում նույնիսկ իր ակումբներում, բայց ինչ կարծիք ես առնում։ Նման հարցերը միշտ ունեն երկու կողմ, չկա միանշանակ կարծիք։ Ինչպես Պետրակով Բարսեղյանն, չես կարող ասել, այս մեկը լրիվ ճիշտ է, այս մեկը լրիվ սխալ է, չէ։ Բայց ինչն է ինձ համար միանգամայն բացարձակ ճշմարտություն, այսպես ասած, որ խաղից մի օր առաջ նման աղմուկ բարձրացնել, ու հենց մարզիչը դրան մասին խոսեց, շատ սխալ էր։ Առանց այդ էլ մթնոլորտը լավ չէր, առանց այդ էլ պարտվել էինք առաջին խաղում։ Մի բան էլ այս Ռանոսի դեպքը ցնցում առաջացրեց էլ ավելի։ Սա կարելի էր թողնել, այս խաղը վերջանար, հարց չկա, Ռանոսը սխալվել էր, թող հեռացվեր հավաքականից, բայց ոչ հանդիպումից մեկ օր առաջ։ Մյուս կողմից, իհարկե, նախ այստեղ տարբեր հայտարարություններ եղան։ Մարզիչը մի ձև է մեկնաբանել, ֆուտբոլիստը մի ձև։ Մարզիչը ասում է ուլտիմատում էր դրել, որ պիտի հիմնական կազում լինի, թե չէ կգնա, ֆուտբոլիստը ասում է, չէ, ես գնացի ասացի, ես պատրաստ եմ, ուզում եմ խաղալ, եթե չեմ խաղալու, գնամ իմ ակումբում պատրաստվեմ։ Ամեն դեպքում Ռանոսի կողմից այդ դիրքորոշումն էլ ինձ համար անհասկանալի է։ Եթե նույնիսկ չես խաղալու, դու կարող ես մնալ ուղղակի քո ներկայությամբ օգնել հավաքականին։ Ով է ասում, որ դու պիտի անպայման խաղաս։ Ոչ հավաքականի լեգենդն ես, ոչ էլ ինչ-որ կերպար, որ արտոնություններ ունի։ Բայց նաև մարզիչն էլ անդադ նշում է երկրորդ Բունդեսլիգա, այնտեղ չի խաղում, բայց եկեք իրատեսորեն նայենք, մեր հավաքականում կա ֆուտբոլիստ, որ երկրորդ Բունդեսլիգայից ավելի լավ առաջնությունում է խաղում։ Իմ կարծիքով չկա, երկրորդ Բունդեսլիգան շատ ուժեղ առաջություն է, ընդհանրապես մի փաստ ասեմ, Եվրոպայում ամենամեծ հաճախելիություն ունեցող առաջնությունն է։ Առաջին Բունդեսլիգայից էլ շատ մյուս լիգաներից էլ, բայց նայեք, հիմա մենք առանձին վերլուծում ենք մարզիչ Ռանոս։ Սա ընդհանուր անառողջ մթնոլորտի հետևանքն է, ընդհանուր։ Ռանոսը Գերմանիայում ֆուտբոլային կրթություն ստացած ֆուտբոլիստ է, Բավարիայի համակարգում եղած։ Ինքը հենց այնպես, թեկուզ սա երիտասարդ է, բայց չէր անի այդպիսի բան, նա միգուցե նախադեպ է տեսել, որ կամ Պետրակովի ժամանակ կամ հիմա, որ մարզիչ հետ նման խոսակցություն է եղել, անառողջ մթնոլորտի հետևանքն է, չլիներ Ռանոսը կարող է լինել մյուս ֆուտբոլիստը։ Այսինքն անառողջ ֆուտբոլիստների միջև է անառողջ մթնոլորտ ձևավորվել։ Նաև ինչ ձևով են որոշ ֆուտբոլիստներ հավաքականում հայտնվել։ Հիմա ես չեմ ուզենա կենտրոնանալ ով է Ռուսաստանից գալիս, ով է այստեղից անձնագիր ստացել, ես բոլորի մասին չեմ ասում, հիմա մենք Իվու ունենք, հա, այս երկու խաղերը վատ խաղաց, բայց Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է, ես ուրախ եմ, որ ինքը քաղաքացիություն է ստացել ու մեր հավաքականում է խաղում, կամ Չանչարովիչը, կամ Ռուսաստանից Պերցյան եւ այլն, հիմա չեմ ուզում տարանջատել, բայց կան նաև ֆուտբոլիստներ, որ շատ երկար համոզելուց հետո են եկել Հայաստանի հավաքական, ուրիշ ելք չունենալով եւ ավելի շատ մոտիվացիան ակումբային կարիերան կառուցելն է հավաքականում խաղալու, դա շատ տարբեր բաներում երևում է, շատ տարբեր գործոններում, հիմա չմոռանամ։ Եվ այդ ամենը ազդում է իհարկե, ազդում է բոլորի վրա եւ թիմում առհասարակ հավաքականում դա ամենակարևորն է, եթե միասնություն չկա, ուզում ես տակտիկան հիանալի կառուցիր, ինչ ուզում ես արա։ Հիմա նայենք շփումները թիմի ներսում, մենք թիմի ներսում չենք, բայց տեսնում ենք լիքը բաներ վստահելի մարդկանցից լսում ենք, որ հայեր իրար մեջ են շփվում, Ռուսաստանից եկողներ իրար մեջ, Իվոն Ուդոն իրար մեջ, իսպանախոսներ իրար մեջ, նրանք ու ինչ-որ խառը կոլեկտիվ է դարձել։ Իմ կարծիքով մարզիչը այս դեպքում տիլնի առաջնային անձը, որ համախմբի այդ բոլորին։ Դա հնարավոր է անել։ Պետրակովը մի ժամանակ արել էր օրինակ։ Արման, մենք նման տապալումներից հետո հաճախ մեղադրում ենք ֆուտբոլիստներին, օբյեկտիվորեն, մեղադրում ենք մարզիչին, մարզչական շտաբին, բայց անառողջ մթնոլորտ նաև կա հենց այդ ընդհանուր համակարգի մեջ, նկատի ունեմ ֆուտբոլի ֆեդերացիայում արդեն երկար ամիսներ շարունակ չկա վստահություն ներկայիս ղեկավարի հանդեպ, աշխատակազմի, ընդհանուր ղեկավար կազմի հանդեպ, դա եւս ազդում է ընդհանուր թիմի վրա, քո կարծիքով։ Բնականաբար ազդում է, կարծում մարզչի վրա էլ է ազդում։ Մարզչի առաջին աշխատանքային օրը Հայաստանում մարտի 1-ին էր, նա եկավ Արարատ Արմենիա Փյունիկ խաղին եւ տեսավ, որ երկրպագուները ընդհատել են խաղը, մի ժամ չէր սկսվում, ակցիաներ, ձերբակալություններ, մտածեց ուր եմ ընկերել, ես մի ամսում ինչ ասես տեսավ այդ մարդը,
Եվ իհարկե այդ ամենը ազդում է, որովհետև բազմաթիվ քննադատություններ կան, ֆուտբոլիստներն էլ հատկապես Հայաստանում խաղացող հստակ գիտեն իրավիճակը եւ հանդիպումից հետո էլ միանգամից հայտարարություն եղավ ֆեդերացիայի նախագահի, թիմի ավագի եւ գլխավոր մարզչի համատեղ հայտարարությունը, որ այսպիսի բան չի լինի այլևս, հունիսին մենք կտեսնենք ուրիշ հավաքական, բայց դա այսպես դեժավյու առաջացրեց, մենք Նորվեգիայի տխրահռչակ 0-9-ից հետո գրեթե նույն հայտարարությունը տեսել ենք։ Այն ժամանակ էլ ասացին հանգիստ եղեք, մենք կգնանք Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք, այնպես որ ապագան լավն է լինելու, բայց տեսնում ենք հիմա նորից նույն պատկերն։ Պետք է հեռանա Մելիք Բեկյանը այս իրավիճակում։ Դե մենք այս քանի ամիս է շատ ես էլ իմ հրապարակումներում տարբեր հարցազրույցներում բազմաթիվ պատճառներ նշել եմ, երկրպագուներն են հիմնավոր բաներ նշել եւ դրանք զուտ խոսքեր չեն, կա ռազմավարություն, կան բազմաթիվ խոստումներ, ձայնագրված, տեսած ձայնագրված, որ մենք տեսնում ենք, որ չեն կատարվել ու այդ ամենը ազդում է բոլորի վրա, ազդում է ակումբների վրա։ Ես իհարկե միամիտ չեմ, որ կարծեմ, թե Հայաստանում միայն ֆեդերացիայից է կախված ֆուտբոլի զարգացումը, չէ, շատ բաներից է կախված, ակումբներից էլ է կախված, բայց ու մի բան էլ հաշվի առնենք, ֆեդերացիայի նախագահին հիմնականում հենց ակումբներն են ընտրում, ՀԿ-ները, որոնք ակումբներն են, եւ նրանք էլ պիտի պատասխանատվություն կրեն, ով որ ձայն է տվել, ով որ ընտրել է, հավատացել է, գործկոմի անդամներ, ի վերջո մենք չենք ընտրել, չէ, իրենք են հիմա ստիպված են ընտրել, կախում ունենալով են ընտրել, թե ոնց են ընտրել են։ Եվ նրանք նույնպես ֆեդերացիայի հետ հավասար պիտի պատասխանատվություն կրեն։ Շատ ժամանակ է անցել, այնպես էլ չի որ 1-2 տարի է, մենք էլ լրագրողական համայնքն էլ բավականին համբերատար է եղել այս հարցում։ Եվ վերջերս է որ արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է, չնայած առաջ էլ կային քննադատություններ։ Արման, տես, Մելիք Բեկյանը, ես գտնում եմ, որ մեղավոր է ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց արդյոք միայն անձերից է կախված, որտեղ Մելիք Բեկյանից առաջ եղել են այլ նախագահներ, էլի նույն խնդիրները գրեթե եղել են, մի քիչ գուցե ավելի սուր, մի քիչ գուցե ավելի մեղմ, չես կարծում, որ միայն անձերով փոխելով այս ոլորտը չի կանոնակարգվի, չի առողջանա, այլ պետք է ընդհանուր չգիտեմ, ֆուտբոլային համակարգի կառավարման մոդելը գուցե փոխվի, ֆեդերացիան իր ներսում պետք է ինչ-որ մեծ բարեփոխումներ եւ կտրուկ բարեփոխումներ անի։ Դե միանշանակ, բայց մենք մտածում էինք, որ այս ղեկավարությունը դա պիտի անի եւ իրենք էլ իրենց խոստումներում հենց այդպեսին էին։ Իհարկե նրանք չեն ստացել ինչ-որ հրաշալի ժառանգություն, ճիշտ է հիմա շատերը հիշում են 2010-ականների սկզբի Հայաստանի հավաքականը, այո, շատ լավ հավաքական էր, հիմնականում տեղից դուրս եկած ֆուտբոլիստներով, բայց բազմաթիվ հարցերում էլ խնդիրներ կային էլի։ Դու պիտի Փյունիկի խաղացող լինեիր, որ հավաքականում խաղայր, էլ չասեմ ինչ դեպքեր են եղել էլի, թող չներկայացնեն թե այն ժամանակ ես ինչ որ չգիտեմ ինչ էր, բայց մենք հիմա հենց դրա համար ենք այսպես ասած հավատացել այդ բարեփոխումներին, ինչ ծրագրով պիտի հայ ֆուտբոլիստները զարգանան, ինչպես պիտի հավաքականները առաջադիմեն։ Հրավիրվել էր իսպանացի մասնագետ Մելենդեսը, ծրագիր էր գրել, որ պիտի գործեր, բայց այդպես էլ ըստ էության չգործեց ու բազմաթիվ այդպիսի հարցեր։ Այսինքն մենք օրինակ Մելենդեսի աշխատանքի պտուղները արդեն հիմա պիտի սկսենք քաղել, ավելի վաղել, բայց մենք ոչ մի պտուղ չենք քաղում։ Դրա համար այո, համակարգային լուծումները անհրաժեշտ են ու կարծում եմ պետությունն էլ այս ամենին մասնակից կարող է լինել։ Ճիշտ է նրանք 2 տարի առաջ 5 միլիարդ դրամ էին տրամադրել ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու համար, որոնցից մեկը Երևանում, միայն Երևանի Դավթաշենի դպրոցն է, որ որոշակի ինչ-որ գործեր սկսել են կատարվել, բայց գլոբալ մնացած առումներով որևէ քայլ չկա։ Արման, վերջին շրջանում շատ ենք համեմատում մեր եւ վրացիներին, վրացական ֆուտբոլ եւ հայկական ֆուտբոլը, այնտեղ նշվում է, որ պետությունը շատ մեծ ներդրում, անձամբ պետությունը շատ մեծ ներդրումներ է անում ֆուտբոլի բնագավառում, Հայաստանում պետական աջակցություն գրեթե չկա կամ շատ քիչ է ֆինանսական, արդյոք պետք է պետությունը ուղղակի մասնակցություն ունենա այս համակարգում, ներդրումներ անի կամ Դե այո, օժանդակելու կարիք կա, հիմա մենք նայում ենք Վրաստանի հավաքականի կազմը, այնտեղ բոլորը առանց բացառության բոլորը արտասահմանում են խաղում, ներքին առաջնությունից չկա որևէ վինակավոր թիմերում։ Այո, թե հանուն արդարության մեր առաջնությունը հիմա ավելի մրցունակ է, ու մեր ակումբներն էլ շատ ավելի մրցունակ են, քան վրացական ակումբները, չեն խաղում իրենք Եվրագավաթների խմբային փուլերում, մենք խաղում ենք, բայց այնտեղ խրախուսում են, որ ֆուտբոլիստները
16-17 տարեկանում նույնիսկ ավելի շուտ գնան Եվրոպա լավ ակադեմիաներում կրթություն ստանան եւ արդյունքը իրենք տեսնում են, իրենք խրախուսում են ակումբները ֆուտբոլիստները աճեցնեն, այդ ակումբները գումարներ են ստանում դրա համար, որ շատ տեղացիներ խաղացնեն, հետո ավելի շատ գումար, եթե այդ ֆուտբոլիստը օրինակ հավաքական է հասնում։ Մեր մոտ այդպիսի մեխանիզմ չկա, ըստ էության ակումբը, որը սեփականատիրոջ է պատկանում, չունի մոտիվացիա հայ ֆուտբոլիստ խաղացնի կամ աճեցնի։ Ոչինչ չի ստանում դրա դիմաց։ Այս առումով, այո, ես կարծում եմ, որ եթե շուտ գնան այստեղից ինչ որ մեխանիզմ մշակվի 14-15-ում մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, եթե գնան ֆիզիկականը ուժեղացնեն, մտածելակերպը փոխեն, դա մեր հավաքականներին օգնելու է։ Օրինակ Վահան Բիչախչյանը, որ շուտ գնաց 17-ում էր, եթե չեմ սխալվում, թե 18-ում, մի քանի ամիս հետո արդեն այսպես իսկական տղամարդ էր դարձել, ֆիզիկապես ուժեղ, դե մենթալիտետն էր կամաց արդեն լավն էր, ավելի լավացավ։ Այդ ամենը միանշանակ կօգնի, եթե նաև բանակի հետ կապված հարցերը լուծվեն, որովհետև դա խոչընդոտներից մեկն է, ոչ բոլորին է հաջողվում հեռանկարային ուղարկել արտասահման։ Հիմա այսօր օրինակ ԲԿՄ-ում լավագույն ֆուտբոլիստներից մեկը առաջարկ ունի, բայց դեռ չի ստացվում տեղափոխությունը։ Դրա համար արդեն պաշտպանության նախարարություն, կառավարություն եւ այլն, որ ամենալավ ֆուտբոլիստները գոնե խոչընդոտների քիչ հանդիպեն։ Արման, տես հակառակ մեծ ֆուտբոլի, այսպես ասած, ֆուտզալում մենք բավական մեծ հաջողություններ ենք գրանցում, ինչ է ստացվում մեզ մոտ ֆուտզալում, որը չի ստացվում մեծ ֆուտբոլում։ Դե ֆուտզալը եւ դաշտի չափերով է ավելի փոքր ֆուտբոլի համեմատ եւ ընդհանուր ֆուտզալը զարգացնելը ավելի հեշտ է, թեև այնտեղ էլ աշխատանք կատարվել է, մենք չենք կարող դա հերքել։ Քիչ առաջ խոսում էի թիմ գաղափարի մասին, այդ դա կա ֆուտզալի հավաքականում, դա չենք կարող հերքել։ Նույնիսկ երբ բրազիլացիներին արգելեցին խաղալ Հայաստանի հավաքականում, իսկ մեր բրազիլացին աշխարհի լավագույն դարպասապահն է Լուանը։ Միևնույն է, հաղթում էին, ասենք շատ լավ են խաղում Ղազախստանի դեմ, որը երրորդ հավաքականն է աշխարհում եւ այլն։ Միանշանակ հենց այդ թիմային մթնոլորտն է, որ կարող է ֆուտբոլի ազգային հավաքականին էլ օգնել։ Բայց այնտեղ նոր են սկսում աշխատանքները, նկատի ունեմ Դավթաշենի այդ դպրոցը, որ նշում էի նոր, ֆուտզալի ու ֆուտբոլի դպրոց պիտի լինի, այլապես մենք հիմա չունենք ֆուտզալի համար պատրաստված խաղացող։ Հիմա ովքեր կան, ֆուտբոլն են ավարտել ուշ թե շուտ եւ եկել են ֆուտզալ։ Բայց օրինակ աշխարհում հակառակն է։ Սկզբում ֆուտզալով են զբաղվում, օրինակ բրազիլացիները հիմնական, հետո գալիս են ֆուտբոլ։ Այսինքն կա արդյունք ազգային հավաքականում, առողջությունը վատ վիճակում չէ, բայց համակարգային քայլերը նոր են սկսվում նաև ֆուտզալում։ Տեղեկություն եղավ, որ Յուվենտուսը Հայաստանում ակադեմիա է բացում, սա որքանով արդյոք ընթացք կա, զարգացում կա եւ ինչ կարող է տալ ընդհանուր ֆուտբոլին հայկականս։ Շատ լավ է իհարկե, մրցակցությունը նաև կմեծացնի, մոտիվացիա կլինի ֆուտբոլիստների համար։ Տեղի հարցում էին կողմնորոշվել, վերջին տեղեկությունը դա էր, որ մոտավորապես Հրազդան ստադիոնի հարևանությամբ այդ տարածքում, բայց մնացած առումներով դեռ հստակություն չկա, վերջին շրջանում նոր տեղեկության ես չեմ հանդիպել, բայց շատ ուրախ եմ, որ նման նախագիծ է սկսվում։ Շատ ուրախ եմ, որ օրինակ Սարդարապատ ակումբը կա Արմավիրում, ակումբներ կան, որ ինչ-որ քայլեր անում են, որ մանկապատանեկան ֆուտբոլ զարգացնեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն էր, կհանդիպենք առայժմ։